Ներկայացնեմ մեր դասի սկիզբը, մենք ինչ արեցինք, դասի սկզբում յուրաքանչյուր խումբ, դասանը բաժանված էր 4 խմբի, յուրաքանչյուր խումբ սկզբնաղբյուրից ստացավ իր համապատասխան նյութը։ Նյութը կարդացի քննադատաբար, այսինքն հատ բոլոր նախադասությունները վերլուծելով ընթերցեցիք եւ դրանից հետո պետք է կազմեիք քարտեզագրում։ Եվ քարտեզագրումը ցույց կտա դեր այդ ամբողջ նյութի, ձեր բաժնի իմաստը, որը հետագա պետք է գնաք մյուս խմբերին բացատրեք։ Հիմա մենք արդեն այդ աշխատանքը քարտեզագրումը կատարել ենք, բոլորիդ մոտ կա քարտեզագրումը, ես արդեն տեսել եմ։ Հիմա մի հատ նորից ներկայացնենք խմբերը ըստ գույների եւ անցնենք առաջ։ Կարմիր խումբ, կանաչ խումբ, կապույտ խումբ եւ դեղին խումբ։ Հիմա իմ հրահանգից հետո, որը ծապտալու միջոցով կլինի, ամեն խմբից ձեր ընտրված մի աշակերտ գնում է մի այլ խումբ եւ սկսում է իր քարտեզագրումը, իր նյութը բացատրել այն մյուս խմբին։ Պարզ է։ Սկսեցինք։ Սրանք նույնիսկ կենսազանգված են ձևավորում, այսինքն որոշակի էներգիա իրենց կարող են կուտակել իրենց էկոհամակարգում։ Հիմա առաջի սուրհանդակների ամբողջ ավարտեցին, վերադառնում են իրենց խումբ, իսկ մյուս աշակերտների որ պիտի կա, ես հրահանգը կտամ։ Հիմա դուք վերադարձեք ձեր խմբեր։ Հիմա երկրորդ սուրհանդակն է գնում այլ խումբ։
Երկրորդ աշակերտն է ավարտեց իր, այսպես ասած, միսիան, հիմա աշակերտները վերադառնում են իրենց նախկին խմբերը, վերադարձել։ Հիմա վերջի աշակերտն է գնում եւ իր խմբի ասելիքը բացատրում մյուս խմբերին։ Հրահանգից հետո շարունակեցին։ Յուրաքանչյուրը գնա աշակերտ գնա այն խումբ, որից ինքը սկիզբ էր առնել, այսպես ասած, գնացից։ Ինչ ստացվեց, ով կարող ասել, ինչ ստացվեց, ինչ արեցինք, ինչ ստացվեց, Մերի ջան լսում են։ Ստացվեց այնպես, որ յուրաքանչյուր խումբ կարողացավ հասկանալ ամբողջապես դասը, այսինքն ամենքս մի մաս սովորելով կարողացանք բացատրել մնացած բոլորին մեր հատվածը, ամբողջ դասը ամբողջացրեցինք այս քարտեզագրման միջոցով, որը բավականին արդյունավետ էր կարծում եմ։ Շատ լավ, շնորհակալություն։ Իսկ հիմա ստուգենք, արդյոք բոլոր խմբերում են բոլոր սուրհանդակները եղել։ Դա մենք այս գնդիկների միջոցով։ Եթե սեղանի վրա ամեն խմբում կամ 4 տարբեր գույների, ուրեմն բոլոր աշակերտները, բոլոր խմբերը եղել են այդ տվյալ խմբում։ Այո, խմբները ճիշտ են։ Մեր ընկալածը, հասկացածը, բոլորիս օգնությամբ դասը իմացածը, մենք պիտի գործնականորեն կիրառենք Քարաբաժանի միջոցով, ես ձեզ կբաժանեմ աշխատափերթիկներ, այդ աշխատափերթիկների վրա դուք պետք է համապատասխան վանդակները լրացնեք, որոնք դասի, էկոհամակարգի կառուցված դասի հիմնական 4 առանցքային հարցերն են։ Սկսեցինք աշխատել լրացնելով Քարաբաժանը։ Հիմի բոլոր անդամների կարծիքները շատ կարևոր է քննարկվեց նոր դրել։ Յուրաքանչյուր խմբից մի աշակերտ ձեր բարձրացնի, որ ես համոզված լինեմ, որ Քարաբաժանը լրացված ավարտված է։ Շատ այժմ քննարկում ենք այս Քարաբաժանը, ձեր գրածի ճշտությունը եւ ամենակարևորը իմաստը հասկանալու համար։ Ինչպես դուք հասկացաք, այս Քարաբաժանի հարցերը ձեր խնդալվել խմբերից է, չէ, ամեն խմբի աշխատանքից է։ Հիմա ձերը առաջի խումբն է, բնականաբար ես ձեզ առաջի այս հարցը չեմ տա, դա այն խմբի կտա եւ այսպես ընդհանուր, որ տեսնենք, արդյոք մենք ընկալել ենք այդ ամբողջ դասի իմաստը, թե ոչ։ Հիմա առաջի հարցը Քարաբաժանի ես կուզեմ, որ խոսի կապույտ խումբը։ Խնդրեմ Լեռնա։ Հարցներ կենսաերկրացիոնոզը որպես էկոհամակարգի մասնավորներ, էկոհամակարգի տեսակներ կախված չափերից, կենսաերկրացիոնոզ հասկացությունը առավել հաճախ կիրառում են, երբ խոսքը գնում է երկրի մակերևույթի ոչ մեծ, հարաբերականորեն մեկուսացված եւ միազատ տարածքի մասին։ Այսինքն կենսաերկրացիոնոզը միայն բնական էկոհամակարգ է, կախված չափերից լինում են միկրոէկոհամակարգեր, մեզոէկոհամակարգեր, մակրոէկոհամակարգեր եւ այլն։ Նստիր։
Հիմա երկրորդ հարցին կպատասխանի Անան Չունբը։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչները եւ էներգիայի փոխակերպումները էկոհամակարգերի հիմնական բաղադրիչներն են ջուրը, ածխածնի երկօքսիդը, տարբեր այլ օրգանական միացություններ, կենդանի օրգանիզմներ եւ թթվածինը։ Էներգիայի փոխակերպումները տեղի են ունենում ըստ թերմոդինամիկայի երկու օրենքների, ըստ առաջի օրենքի էներգիա չի առաջանում եւ չի կորչում, իսկ ըստ այլ փոխակերպում է մեկ ձևից մյուսին, իսկ ըստ երկրորդ օրենքի, երբ որ այդ էներգիան փոխակերպում է մեկ ձևից մյուսին, այդտեղ կորչում է օգտակար էներգիայի քանակությունը եւ այդ օգտակար էներգիայի քանակությունից որոշ հատված վերածվում է անօգուտ ջերմային քարոշ։ Շատ լավ, շատ սպառիչ պատասխան։ Խնդրում եմ ձեր խումբը ներկայացնի։ Նյութերի շրջապատույտը եւ արտաքին միջավայրից էներգիայի անընդհատ ներհոսքը, այս երկու պայմանների բացակայության դեպքում էկոհամակարգը ուղղակի գոյություն ունենալ չէր կարող։ Այնուհետև անդրադառնանք էկոհամակարգի գործարական բաղադրիչներին, որոնք երեքն են՝ կոնսումենտները, պրոդուցենտները եւ ռեդուցենտները։ Հարցում տրված է, որ մենք խոսենք պրոդուցենտների մասին։ Պրոդուցենտները դրանք ավտոտրոֆ օրգանիզմներ են, որոնք պարզ անօրգանական միացություններից սինթեզում են օրգանական նյութեր։ Սրանք լինում են երկու տեսակ՝ ֆոտոսինթեզողներ եւ քիմոսինթեզողներ։ Ֆոտոսինթեզողները դրանք արեգակի էներգիան փոխակերպում են օրգանական նյութերի կապերի էներգիայի, իսկ քիմոսինթեզողները օգտագործում են անօրգանական նյութերի օքսիդացումից ստացված էներգիան։ Պրոդուցենտները դրանք այնպիսի օրգանիզմներ են, որոնք կարողանում են սննդանյութ ապահովել կոնսումենտների համար։ Սրանց դերը նաև կենսածին տարրերի կուտակումն է եւ O2-ի մատակարարումը բոլոր մնացած օրգանիզմների համար։ Շատ լավ։ Հիմա վերջին խումբը կներկայացնի Ղարաբաղյանի վերջին 4-րդ կետը, լսում ենք ձեզ։ Կոնսումենտների եւ ռեդուցենտների տեսակները սննդարության ձևերը դերը էկոհամակարգում կոնսումենտները այն օրգանիզմներն են, որոնք սննդարությամբ հետերոտրոֆ են, այսինքն սնվում են պատրաստի օրգանական նյութերով։ Կոնսումենտները լինում են մի քանի կարգի, առաջի կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի, չորրորդ կարգի եւ այլ տարբեր կարգերի։ Առաջի կարգի կոնսումենտներն համարվում բուսակեր կենդանիները, որոնք սնվում են բույսերով, իսկ երկրորդ կարգի կոնսումենտները արդեն սնվում են առաջի կարգի կոնսումենտներով, այսինքն նրանք կարող են լինել գիշատիչ կամ մակաբույծ։ Գիշատիչ են այն կոնսումենտները, որոնք անմիջապես սպանում են իրենց զոհին, իսկ մակաբույծ են այն կոնսումենտները, որոնք ապրելով իրենց զոհի օրգանիզմում սնվում են նրանց օրգանական նյութերով։ Ռեդուցենտները արդեն դերը կայանում են նրանում, որ կարողանում են հողը մաքրել օտարածին մասնիկներից եւ շատ թունավոր նյութերից, քանի որ նրանք սինթեզում են, վերամշակում են այդ վնասակար նյութերը, ստեղծում են օրգանական իրենց համար նյութեր։ Շնորհակալություն։ Հիմա ձեր աշխատանքները, հատկապես դասի ընթացքում արված քարտեզագրումը, որտեղ Ղարաբաղյանը մենք արդեն լսեցինք, ինձ եք տալիս, որպեսզի ըստ դրա ձեր գնահատումը կատարվի։ Եղավ։ Շատ շնորհակալություն, ավարտվեց մեր հերթական դասերից մեկը։